Այսօր իշխատացում դիքիրն է Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի մանկավարժական համալսարանի հիմնադիր, տնօրեն Շապետ, պարոն Արմեն Նալբանդյանը, թեման վերահսկված պալատին ճնշված գնահատականներն են բեմարվեստի ուսումնարանի վերաբերյալ Ամենասկզբից ուզում եմ բոլորի շնորհակալություն հայտնել պարոն Իշխան Զաքարյանի ղեկավարած իրադարձությանը վերահսկիչ պալատին այն հասարակությանը շփվելու եւ մեր Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի մանկավարժական համալսարանի գործունեությունը ներկայացնելու այդ բարձրավիկ առիթը ստեղծելու համար։ Իրոք ներկայացնեմ Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի մանկավարժական համալսարանի գործունեությունը զուգահեռաբար տալով մեկնաբանություններ վերահսկիչ պալատի կողմից մեր հասցեին հնչեցրած արտահայտություններից։ Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի մանկավարժական համալսարանը այժմ իր գործունեության ընթացքում բացի կրթական ծրագրերից իրականացրել է բազմաթիվ մշակութային միջոցառումներ։ Արժանահիշատակ միջոցառումների թվին են պատկանում ժողովրդական արտիստուհի Հայ Ռոմանսի թատրոնի Վարդգեն Խաչատրյանի ռոմանսի երեկոն, Իվան Սարգսյանի Աբերժիջան անփորձը մենախոսությունը, վաստակավոր արտիստ Ռուբեն Սահակյանի մենահամերգները, Իժված Էլչյանի Սահակյանի մենահամերգը եւ այլն։ Համալսարանը կազմակերպում է նաեւ բեմարվեստի մանկապատանեկան հանրապետական բեմ մրցույթ փառատոնը, որի ժամանակ տարբեր տարիներ իրենց առաջին քայլերն են արել դեպի մեծ բեմ, այժմ արդեն այնպիսի ճանաչված կատարողներ եւ անհատներ, որոնք են Սիլվա Հակոբյանը, Անի Քրիստին, քույր եւ եղբայր Բարխոյանները, Սայաթ Նովա աշխուժական անսամբլի մեներքիչներ Սերանուշ Գալստյանը եւ Սարգիս Խաչատրյանը, ինչպես նաեւ Արամ Գյուրջյանը, Մարջան Ավետիսյանը, Աննա հեռուստասերիալի ռեժիսոր Ելենա Աշակյանը եւ այլն։ Համալսարանը տարիներ շարունակ համագործակցել է այնպիսի հեղինակավոր արվեստագետների հետ, որոնք են Վլադիմիր Աբաջյանը, Գևորգ Չեփչյանը, Վարդգեն Խաչատրյանը, Ռայիսա Մկրտչյանը, Ռուսլան Գալստյանը, պարարվեստի վետերաններ Թերեզա Գրիգորյանը, Հարութ Կարապետյանը, Ռաշիդ Կարապետյանը, Գագիկ Դինեսյանը, Մշակույթի նախարարության արվեստի վարչության պետ դրամատուրգ Ռազմիկ Աբրահամյանը եւ շատ անվանի արվեստագետներ, որոնք իրենց անմիջական մասնակցություն են բերել համալսարանի ավարտական որակավորման հանձնախմբի եւ փառատոնի մրցանակի աշխատանքների, ինչպես նաեւ համալսարանի բաց դասերի անցկացմանը։ Համալսարանը համագործակցել է նաեւ Հայաստանի գրողների միության հետ արտի մշակույթի պատմության առարկայի շրջանակներում անցկացնելով բաց դասեր Աբգար Աքիմյանի, Հովհաննես Գրիգորյանի, Մանասեի, Շանթ Մկրտչյանի, Արտակ Գրիգորյանի, Միքայել Աբաջյանցի, Ալեքսանդր Ռոմաշյանի, Հրաչյա Սարոպանի, Արտաշես Ղազարյանի եւ շատ ու շատ անվանի ստեղծագործողների հետ։ Անց են կացվել բազմաթիվ ստեղծագործական հանդիպումներ Երվանդ Ղազանչյանի, Յուրա Էլոյանի, Լևոն Իվանյանի, Ռամզեսի, Օֆելիա Համբարձումյանի, Մարտին Վարդազարյանի, Օլգա Դարյանի եւ այլոց հետ։ Տարբեր տարիներ համալսարանի ուսանողության իրենց փորձն ու գիտելիքներն են փոխանցել պրոֆեսորներ Կամո Մկրտչյանը, Վլադիմիր Աբաջյանը, Վարդգեն Խաչատրյանը, արվեստի վաստակավոր գործիչներ, մանկավարժներ Ալեքսանդր Էգնոսյանը, Գևորգ Չեփչյանը, Աղասի Եղոյանը, Ռաֆայել Գրիգորյանը, Անահիտ Մարգարյանը, Սոֆիկ Սարգսյանը, Գրիզելդա Ամիրյանը եւ այլոք։ Մինչ այժմ համալսարանում են դասավանդում քանդակագործ նկարիչ Հարություն Ստեփանյանը, կիրառական արվեստի ժողովրդական վարպետ Գայանե Գրիգորյանը, ընջախաղի վարպետ Նունե Հովսեփյանը, գիտությունների դոկտոր Կամարնիկ Գևորգյանը, տեխնացուներ Սուսաննա Գևորգյանը, Անահիտ Խեչիմյանը, Շորա Գրիգորյանը, Աթերական մանկավարժ Էմա Մանուկյանը, երիտասարդ հեռանկարային եւ խոստումնալից մանկավարժներ Նունե Մադոյանը, Լուսինե Երզնկացյանը, Արսեն Մելքոնյանը, Արկադի Ալեքյանը, Գեղեցիկ Քոչարյանը, Արամ Մանուկյանը եւ շատերը։ Ինքնագործության հրապուրանքին ենթարկվելու համար բավարարվեմ այսքանով, թերևս մի փոքրիկ անդրադարձանը մեր ուսումնական հաստատությամբ առայժմ դատավարտի շրջանավարտներին։ Սարգիս Վարդևանյանը աշխատում է Մեհեր Մկրտչյան արտիստական պետական թատրոնում որպես դերասան։ Լիլիթ Ղազարյանը աշխատում է AG պրոդյուսերական կենտրոնում։ Նելի Արշակյան եւ Արշակ Սեմիրջյան դասավանդում են Կարին արվեստի կենտրոնում։
Սուրեն Արաքելյան աշխատում է նորարարական շնորհքով։ Նորարարական փորձարարական արվեստի թատրոնում զբաղվում է ռեժիսորությամբ։ Թերեզա Միքայելյան որպես դերասան աշխատում է Հակոբ Պարոնյանի անվան թատրոնում, նկարահանվում է հեռուստասերիալներում։ Այսքանը բանավոր չի հիշի, դրա համար գրի եմ ասել։ Ռաֆիկ Շադյան աշխատում է հանրային ռադիոյում, հաղորդաշարի հեղինակ է։ Ֆերմինե Հովսեփյան աշխատում է Արմեն Էլբակյանի ղեկավարած թատրոնում։ Էմինա Ներսիսյան հեռուստահաղորդաշարի հեղինակ է և վարող Լուսաբաց հեռուստաընկերությունում։ Թափիո Ղազարյան նկարահանվում է հեռուստանովելներում։ Լիլիա Չոբանյան, Սուսաննա Կարապետյան, Վարդան Գալստյան երգիչ երգիչներ, որոնք ստեղծագործում են ամերիկներով հանդես են գալիս, իմաստներ աշխատանքին անցել ավարտելուց հետո մեզ մոտ։ Չմոռանամ ասել, որ Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի մանկավարժական համալսարանի ուսանողական միությունը հանդիսանում է նաև Հայաստանի երիտասարդական ազգային խորհրդի լիիրավ անդամ։ Այստեղ թույլ տվեք առիթից օգտվելով շնորհավորել մեր բոլոր ուսանողների միջազգային օրվա կապակցությամբ, որը այսօր է։ Այլ պատահական չի, որ մեր հանդիպումը այսօր եղավ։ Ցանկանալ նրանց աստվածային սեր, իմաստություն և բարի ապագա։ Այսքանից հետո վերահսկիչ պալատը հայտարարում է, թե մեր գործունեությունը քրեորեն պատժելի արարք է, որը հանդիսանում է քրեական օրենսգրքի 118 հոդվածի հատկանիշներին։ Ես մեջբերում եմ ակնթարթորեն ակնկալած և ունկնդրած հեռուստաելույթ։ Իրավագիտությունից քիչ թե շատ տեղյակ մարդիկ կիմանան, որ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածը նախատեսում է ծեծի հանցակազմ։ Ասել է, թե ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, որը չի առաջացրել սույն օրենսգրքի 117 հոդվածով նախատեսված հետևանքները։ Ասել է, թե մարմնական վնասված կամ առողջությանը այլ վնաս պատճառելը։ Եվ միամտորեն կարող են կարծել, թե մենք բռնի կերպով ենք ուսանողներ հավաքագրել կամ փառատոնի մասնակիցներ։ Հարց կներեք, իչ նաև դուք բանին եք անդրադառնում, բայց եթե դեմ չեք հալում իրենցով էլի պարզենք։ Օրինակ, վերահսկիչ պալատի նախագահ Հանձաքարյանը կոնկրետ ձեր գորի հետ կապված հայտարարել է, որ իրենց ուսումնասիրության արդյունքում պարզել են, որ սա միակ գողն է իրենց ուսումնասիրածներից, որը գործում է առանց լիցենզիայի։ Խնդրում կոնկրետ այս հայտարարության արձագանքեք, դուք լիցենզիա ունեք։ Հիմա դրան եմ ծանրել։ Ուղղակի փառք Աստծո, որ մենք մարմնական վնասվածքներ չենք առաջացրել։ Այնուհետև թերթերում ընթերցում ենք, որ վերահսկիչ պալատի կողմից մեր գործունեությունը որակվել է որպես ապօրինի ձեռնարկատիրություն, ուղղակի հոդվածն էր մատնանշված սխալ։ Մեջբերեմ համապատասխան օրենքը և տան պարզաբանումներ։ Ապօրինի ձեռնարկատիրությունը համապատասխանում է քրեական օրենսգրքի 188 հոդվածին, այն է, առանց պետական գրանցման կամ առանց հատուկ թույլտվության լիցենզիայի լիցենզավորման ենթակա կամ օրենքով արգելված ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելը զուգորդված անձանց կամ կազմակերպություններին կամ պետությանը վնաս պատճառելը։ Պարզաբանը Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի մանկավարժական համալսարանը ստեղծվել է 2005 թվականին ապրիլի 1-ին գրանցվելով Արդարադատության նախարարության պետական ռեգիստրի կողմից, ստանալով պետական ռեգիստրի թիվ 03A 068397 վկայականը, ըստ այդմ ստանալով ուսումնական հաստատության կարգավիճակ։ Մեջբերեմ կրթության մասին օրենքի 30 հոդվածի երկրորդ կետը։ Ուսումնական հաստատությունը ստեղծված է համարվում հիմնադրի կողմից դրա կանոնադրությունը հաստատելու և օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալու պահից։ Նույն կրթության մասին օրենքի 44 հոդվածի առաջին մասով նշվում է. ուսումնական հաստատություն ամփոփիչ ատեստավորում անցած անձանց հանձնում է համապատասխան փաստաթուղթ, վկայական ատեստատ դիպլոմ։ Նույն հոդվածի 3-րդ կետով նշվում է, ոչ պետական հաստատությունները պետական նմուշի ավարտական փաստաթուղթ տալու իրավունք են ստանում լիցենզավորման պահից։ Արդյոք պարզ չի դառնում, որ ուսումնական հաստատությունները կարող են գործել առանց լիցենզիայի և տալ ոչ պետական նմուշի դիպլոմ, որը և անում է Նիկոլ Գալանտերյանի անվան բեմարվեստի մանկավարժական համալսարանը։ Նույն կրթության մասին օրենքի 41 հոդվածի առաջին մասով նշվում է,
օրենքով նախատեսված կրթական ծրագրերը կարող են իրականացվել միայն լիցենզիայի արտադրության դեպքում։ Այստեղ եւս մեկ անգամ պարզ է դառնում, որ Բեմարվեստի համալսարանը կարող է չլիցենզավորվել եւ գործել, քանի որ իր կողմից իրականացվող կրթական ծրագրերը նախատեսված չեն օրենքով։ Ինչերը նախատեսված չեն։ Կրթական ծրագրերը նախատեսված չեն օրենքով։ Սահմանադրության թիվ 33.1 հոդվածն ասում է. յուրաքանչյուր ոք ունի օրենքով չարգելված ձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու իրավունք։ Համալսարանն իրականացնում է ոչ ֆորմալ կրթություն, որը Հայաստանի Հանրապետությունում ոչ միայն արգելված չէ, ավելին, կարգավորված է Հայաստանի Հանրապետությունում ոչ ֆորմալ կրթական համակարգին հավանություն տալու մասին ՀՀ կառավարության 18 դեկտեմբերի 2006 թվականի թիվ 50 արձանագրային որոշմամբ եւ նույն օրը Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից ստորագրված Հայաստանի Հանրապետությունը ոչ ֆորմալ կրթության հավանություն տալու մասին հայեցակարգով։ Սահմանադրության 42 հոդվածը նորից ասում է. յուրաքանչյուր ոք ազատ է կատարելու այն, ինչ արգելված չի օրենքով եւ ոչ ոք չի կարող կրել պարտավորություններ, որոնք սահմանված չեն օրենքով։ Այս բոլոր պարզաբանումների ժամանակին Սույն թվականի մարտ ամսին վերահսկիչ պալատի այցի ժամանակ ներկայացվել են վերոնշյալ գերատեսչությանը, սակայն ոչ միայն չի արվել անհրաժեշտ հետևություն, ավելին, մնալով իր կարծիքին 7 ամիս անց հրապարակավ գրեթե բոլոր զանգվածային լրատվական միջոցներով մեղադրել է մեծ քրեական հանցագործության մեջ, արատավորելով համալսարանի տարիներով վաստակած բարի համբավը։ Վերահսկիչ պալատը հաշվի չի առել նաև սահմանադրության 21 հոդվածը։ Այն է, հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ օրենքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ Հետևությունները թողում եմ Հանրությանը։ Ես միայն սիրում եմ, չեմ դատում։ Մեծ ցանկություն ունեմ մատնանշելու նաև Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 46 հոդվածը, հիմնավորված ռիսկ, եթե նույնիսկ մենք հանցագործություն ենք անում։ Սակայն հանցագործություն չի համարվում քրեական օրենքով պաշտպանվող շահերին վնաս պատճառելը հանրորեն օգտակար նպատակի հասնելու համար գործադրված հիմնավորված ռիսկի ժամանակ։ Ես կարծում եմ, որ սերնդի մշակութային կրթության և ստեղծագործական առաջընթացին նպաստող միջոցառումների կազմակերպումը խիստ հանրորեն օգտակար գործ է։ Վերջում առիթից օգտվելով ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնեմ այն պետական գերատեսչություններին և անձանց, ովքեր տարիներ շարունակ աջակցել և գնահատել են մեր համալսարանի գործունեությունը։ Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանին Բեմ 2007 մրցույթ փառատոնի շքահամերգին աջակցելու համար։ Մշակույթի նախարարությանի դեմս Հասմիկ Պողոսյանի Վարդգեն Խաչատրյանի ռոմանսի երեկոյի կազմակերպման նպատակով ֆինանսական աջակցության համար։ Կրթության և գիտության նախարարությանը համերգների տոմսերի իրացման նպատակով իր ենթակա ուսումնական հաստատություններին միջնորդագիր ուղարկելու համար։ Կրկին անգամ Սերժ Սարգսյանին և Գագիկ Բեգլարյանին 2007-2008 թվականի 2007-2008 ուսումնական տարվա Բեմարվեստի համալսարանի լավագույն ուսանող ճանաչված Օքսանա Միրզոյանին ոսկե հուշամեդալով պարգևատրելու համար և ամենամեծ շնորհակալությունս Աստծուն ամեն ինչի համար։ Շնորհակալություն նաև ձեզ տեքստս ու կնդրողներ։ Ես ունեմ բոլոր փաստերը և ամբողջ գրավոր խոսքս, բանավոր խոսքս գրավոր պատրաստած, որպեսզի օգտվեք, ես կարող եմ ամբողջ օրը և երեք օր գումարած հարցերի պատասխանել, որովհետև տարիների մենք փորձ ունենք, որ ոչ միայն մենք տարիների փորձ ունենք, այլ ամբողջ աշխարհը պատմական փորձ ունի, որ լավ բան եթե անում ես, պիտի հայտնվեն խանգարողներ։ Հաստ Հիսուսի ճակատագիր։ Մեծ վերև։